Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ, ես Գեորգի Թումասյանն եմ Թբիլիսից, Վրաստանից եւ ձեր հետ միասին մենք այսօր կհամեմատենք Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթները ՄԱԿ-ի գլխավոր գագաթնաժողովում, որը տեղի ունեցավ օրերս Նյու Յորքում, ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում եւ կարծում եմ, որ շատ հետաքրքիր եւ կարեւոր կլինի մանրամասն մասնագիտական մակարդակի վրա, այլ ոչ թե քաղաքական էժան գնահատականների նպատակով, որը ես տեսնում եմ, որ հատկապես այդպես կոչված ընդդիմադիր դաշտի կողմից արվում է Հայաստանում, քննարկվի այս ելույթը եւ մենք կփորձենք ձեր հետ միասին չեզոք մանրամասն վերլուծել, թե ինչ է տեղի ունեցել, ինչ մոտեցումներ ունեն Հայաստանը եւ Ադրբեջանը այս ամենաբարձր մակարդակով իրենց ուրեմն ելույթներով եւ ինչ մոտեցումների մասին են խոսում կողմերը։ Պետք է ասել, որ ՄԱԿ-ի այս գագաթնաժողովը տեղի է ունենում Միացյալ Նահանգներում, ՄԱԿ-ում, ՄԱԿ-ի գրասենյակում արդեն օգոստոսի 8-ի կարևորագույն եռակողմ հանդիպումից եւ փաստաթղթից պայմանավորվածություններից հետո եւ այս փաստաթուղթը հիշեցնեմ, որ գլխավոր առումով հիմք է դնում Ալմա-Աթայի հռչակագիրը, ինչպես կողմերի միջև սահմանների պարզման փաստաթուղթ 1991 թվականի պահին սովետական միության փլուզման պահին եղած սահմաններն են ճանաչվում ինչպես միջպետական սահմանները։ Սկսենք ուրեմն Հայաստանի հենց մոտեցումից եւ այն հայտարարություններից, որը արվել է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Փաշինյանը խոսել է ուրեմն նրա մասին, որ ոչ թե հակամարտության մասին է ուզել խոսել, բայց խաղաղության մասին եւ սա համեմատել է իր նախկին ելույթների հետ եւ ասել է, որ ուրեմն նախկին տարվա իր ելույթից հետո Հայաստանը եւ Ադրբեջանը ընդունել են համատեղ փաստաթուղթ, որը պայմանավորում է եւ սահմանափակում է սահմանի դեմարկացիայի հանձնաժողովների գործընթացը եւ սա ամբողջությամբ համապատասխանում է Ալմա-Աթայի հռչակագրին եւ սա Փաշինյանը, այսինքն Հայաստանը այս դեպքում գնահատել է ինչպես շատ կարևոր առաջընթաց, որ արդեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև գործում է պայմանավորված հանձնաժողով, որը զբաղվելու է սահմանի դելիմիտացիա դեմարկացիայով այն փաստաթղթերի ներքո, որը ես նշեցի, եւ դա նշանակում է, որ կողմերը միմյանց տարածքային ամբողջականությունը լիարժեք ճանաչում են։ Բացի դրանից վարչապետ Փաշինյանը խոսել է նրա մասին, որ Վաշինգտոնում տեղի է ունեցել կարևորագույն փաստաթուղթ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կողմերի միջև նախաստորագրվել է խաղաղության պայմանագիրը եւ համատեղ հռչակագիր է ստորագրվել եւ վարչապետը նշել է, որ մարտից 2025 թվականի շատ ակտիվ գործողություններ էին տեղի ունենում այս ուրեմն նախաստորագրման ուղղությամբ հարաբերությունների զարգացմանը եւ հենց նախաստորագրությունը, որ տեղի ունենա եւ փաստացի մենք խոսում ենք մարտից մինչեւ օգոստոս ընկած այդ ժամանակահատվածում, որտեղ որ ըստ Հայաստանի առաջընթաց է տեղի ունեցել եւ կողմերը պայմանավորվել են այդ փաստաթղթի մասին։ Այստեղ նշվում է նաեւ, որ Փաշինյանը եւս մեկ անգամ է ընդգծել, որ սա նշանակում է հետսովետական սահմանների ճանաչումը եւ որ կողմերը միմյանց ոչ միայն տարածքային ամբողջականությունը, բայց այդ տարածքների վրա սուվերենությունն են լիարժեք ճանաչել, ինչը նաեւ շատ կարեւոր հանգամանք է։ Ընդհանուր առումով մենք տեսնում ենք, որ խաղաղության օրակարգի մասին կարեւոր մաս կար։ Բացի դրանից Փաշինյանը խոսել է, որ խաղաղություն է արդեն Հայաստանի եւ Ադրբեջանի մասին, ուրեմն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արդեն խաղաղություն է, սրա մասին Փաշինյանը խոսել է եւ սրանում ընդգծել է նախագահ Դոնալդ Թրամփի կարևորագույն վճռորոշ դերը այս գործում եւ որ նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին իրենք ուրեմն Նոբելյան այդ մրցույթի մեջ մասնակցելու եւ հաղթելու նպատակով առաջարկել են հենց Դոնալդ Թրամփի տեխնացությունը։ Սա իհարկե Դոնալդ Թրամփի ուղղությամբ այդ
դինամիկ եւ դիվանագիտական քայլերն են, որը Հայաստանը եւ Ադրբեջանը անում են, որ կարողանան շահել Դոնալդ Տրամփի ուրեմն լավ մոտեցումը այդ երկու պետությունների հանդեպ, գիտենալով, որ Դոնալդ Տրամփի համար դա իր անձնական անունը շատ մեծ կարևորություն ունի։ Բացի դրանից, նախագահ Թրամփի ուղղությամբ նաև նշվել է հստակ թրիփի կարևորությունը եւ վարչապետ Փաշինյանը խոսել է, որ թրիփը, այսինքն Թրամփի ուղին, կապահովի Ադրբեջանի եւ իր Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև կապը եւ ինչպես նշված է փաստաթղթում, անխոչնդոտ կապը Հայաստանի համար փոխադարձ ուրեմն նույնպիսի տրամաբանության փոխադարձ առավելություններով։ Եվ այստեղ ամենակարևորը վարչապետ Փաշինյանը խոսել է նրա մասին, որ սա խաղաղության խաչմերուկի մաս է եւ որ Զանգեզուրի միջանցք ճակերտներում բառապաշար օգտագործելը սա տարածքային մկրտումներ է պարունակում Հայաստանի Հանրապետության հանդեպ եւ որևէ մի փաստաթղթում ոչ Միացյալ Նահանգներում ստորագրված փաստաթղթով, ոչ ուրիշ որևէ փաստաթղթերով ապահովված չէ այսպիսի ուրեմն բառապաշար, այսպիսի անվանում եւ վարչապետ Փաշինյանը ընդգծել է, որ պարզաբանում է սպասում նախագահ Ալիևից, փաստացի Փաշինյանը փորձում է ուրեմն քննարկումի մակարդակից նույնիսկ բառապաշարից այնպես անել, որ հանի կամ առնվազն մերժի ուրեմն այդպես կոչված ճակերտներում Զանգեզուրի միջանցք բառապաշարը։ Ես կարծում եմ ընդհանուր առումով սա ճիշտ ուղղություն է, որ այս բառապաշարի ուղղությամբ մենք հստակ դիրքորոշում ունենք, բայց նաև պետք է հասկանանք, որ Ադրբեջանը հիմա արդեն ճակերտներում Զանգեզուրի միջանցքի ծրագրին ռեբրենդինգ է կազմակերպում իր համար։ Ինչ նկատի ունեմ սրանում։ Մենք գիտենք, որ գոյություն ունի միջին միջանցք ծրագիրը, որը Չինաստան Եվրոպական միություն կապն է, որի մաս է լինելու իհարկե նաև թրիփը, Թրամփի ուղին եւ Սյունիքով անցնող լոգիստիկ կապերը։ Միջանցք բառը ունի երկու ձևաչափ։ Այդ միջանցքը կարա լինի կամ միջազգային տրանսպորտային միջանցք, ինչպես հյուսիս-հարավ կամ միջին միջանցք եւ այլն, բայց Ադրբեջանի թեզը միջանցքի մասին միշտ էքստրատերիտորիալ բնույթի մասին էր եւ մեր վտանգները մեր համար գլխավոր առումով գալիս էր հենց էքստրատերիտորիալ միջանցքի պահանջներից։ Հիմա Ադրբեջանը հաշվի առնելով, որ իր ներքին լսարանի համար ինքը չի կարող թույլ տալ, որ ինքը հրաժարվի ճակերտներում Զանգեզուրի միջանցքից, որովհետև դա կլիներ նախագահ Ալիևի ճակերտներում պարտությունը, դե հասկանում եք, ինքը արդեն իր բնակչությանը խոստացել է, որ լինելու է այսպիսի ճակերտներում միջանցք, հիմա ինքը Զանգեզուրի միջանցք ծրագրին կոչում է շատ ավելի մեծ աշխարհագրական եւ աշխարհաքաղաքական ծրագրին, որը կարելի է ասել ամբողջ Ադրբեջանով, Թուրքիայի հետ կապող ամբողջ ճանապարհին այդ անունն են ուզում տալ։ Դա ներքին խոհանոցի համար իհարկե բառապաշար է։ Հայաստանը իր մոտեցում ունի, ճիշտ է անում, որ այդ բառապաշարի դեմ է հայտարարություններ անում, միևնույն ժամանակ մենք պետք է հասկանանք, որ դրանից իրավական առումով որևէ բան չի փոխվում եւ մենք կարող ենք կոչել Նախիջևանով Մեղրի գնացող ճանապարհին, որը մեր համար նույնպիսի առավելություններով է լինելու, որովհետեւ փաստաթղթում դա է գրված, կարող են կոչել Նախիջևանյան միջանցք, դեպի Տրաբզոն տանող ուղիները կամ դեպի Անտալիա տանող ուղիները, որը կապում է մեզ Սև եւ Միջերկրական ծովի հետ, կարող են կոչել Տրաբզոնի միջանցք, Անտալիայի կամ Ադանայի միջանցք եւ այլն։ Ուստի դա բան չի փոխում, բայց մենք իհարկե այդ ուղղությունով պետք է շարժվենք, դա եւս մեկ անգամ ընդգծում է, որ Հայաստանի գործող իշխանությունները որևէ դեպքում չեն պատրաստվում էքստրատերիտորիալ միջանցք տրամադրել, որովհետև դրա դեմ նույնիսկ բառապաշարի դեմ, որը էքստրատերիտորիալ կարգավիճակի հետ որևէ կապ չունի, միևնույնն է շարունակում են պայքարը եւ դա անում են ամենաբարձր աստիճանից ՄԱԿ-ից նաեւ փորձելով, որ օգտագործեն դա Իլհամ Ալիևի այս ռետորաբանության դեմ։ Դե մենք տեսնում ենք, որ սա ինչ է նշանակում։ Բացի դրանից վարչապետ Փաշինյանը խոսել է ուրեմն անսպասելի ինչ որ առումով եւ շատ լուրջ
ես չեմ ցիտում իրան, այլ գնահատական եմ տալի ընդհանուր իր ելույթի, սա ցիտատաներ ուրեմն իր մեջբերումներ չեն վարչապետի, պոզիտիվ երկխոսության Թուրքիայի հետ եւ խոսել է, որ նախագահ Էրդողանի հետ ձևավորվում է փոխվստահության մթնոլորտ կամ վստահության մթնոլորտ առհասարակ եւ ինքը խոսել է, որ կարևոր է համարում Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ Փաշինյանը նաեւ խոսել է շատ կարևոր քայլերի մասին, որը ներառում են Սաուդյան Արաբիայի եւ ուրեմն Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերությունների ուրեմն հաստատմանը։ Փաշինյանը նաեւ խոսել է Եվրոպական միության անդամակցության գործընթացի մասին, նշելով, որ նույնիսկ եթե չընդունեն Հայաստանին, ապա Հայաստանը ցանկանում է այդ ցուցանիշներին համապատասխանել։ Իհարկե, այս իրավիճակում, երբ իրատեսական չէ Հայաստանի անդամակցությունը, որևէ դրա հստակ մեխանիզմ այս փուլում չկա, հաշվի առնելով Վրաստանում եղած իրավիճակը, ես կարծում եմ, որ այն, ինչ Հայաստանի իշխանությունները այս փուլում անում են եվրոինտեգրման առումով, դա բավարար է։ Գիտեք, ժողովուրդը սպասում է, որ Հայաստանի իշխանությունները կամ առհասարակ մենք Հայաստանի եւ հայ ազգի ուրեմն ապագայի համար մտածող եւ պայքարող մարդիկ ամեն քայլը նախորոք կասենք։ Կասենք, որ այս այն անելու, սրանից հետո սա ենք անելու, նրանից հետո այն պետք է անենք։ Բայց հակառակորդն էլ է, չէ՞ լսում մեզ։ Հարևաններն էլ են, չէ՞ լսում մեզ։ Բոլորն են, չէ, հասկանում, թե ինչ դա կնշանակի։ Ուստի խնդրում եմ, որ ավելի մի փոքր ավելի խորը նայենք եւ հասկանանք, որ ամեն հայտարարություն չէ, որ դա ամբողջությամբ ձեզ տալիս է ուղին եւ սпасել այսօր, որ վարչապետ Փաշինյանը շատ պրոեվրոպական հայտարարություններ կանի այն դեպքում, որ եվրոպական ուղին իրականում բաց չէ, դա պոպուլիզմ կլիներ։ Դա ուղղակի լուրջ չէ։ Մենք աշխատում ենք այն ուղղությունով, որ եվրոպական ուղին բաց լինի, որ Հայաստանը կարողանա իր իրատեսական, իրական, կոնկրետ քայլեր անի եվրոպական ուղղությամբ, այլ ոչ թե խոսքերի մակարդակով, իսկ առանց Վրաստան, առանց Թուրքիայի հետ բաց սահման դա անհնար է։ Հայաստանը ուրիշ այլընտրանք չունի։ Նայեք քարտեզի վրա։ Ցավոք։ Ուստի պետք է նշել, որ ընդհանուր առումով վարչապետ Փաշինյանի ելույթը շատ դրական էր։ Ինքը փորձել է հենց խաղաղության, երկխոսության եւ լոգիստիկ կապերի զարգացման ուղղությունով անի քայլեր եւ խոսել է Ադրբեջանի ուղղությամբ ավելի շատ խաղաղության օրակարգի ներքո եւ որևէ ագրեսիվ ռետորաբանություն չի օգտագործել։ Հիմա խոսենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների մասին։ Ինքը խոսել է, որ Չակերտներում երկար ճանապարհ են անցել մինչև հաղթանակ եւ խաղաղություն։ Տեսեք, մի կողմից ինքը նշում է հաղթանակ, որովհետեւ սա իր ներքին լսարանի համար կարևորագույն իր այս 20 տարվա Չակերտներում հաղթանակն է, ոչ Ղարաբաղը նկատի չունեմ։ Առհասարակ, որ ինքը պետք է նշի հաղթանակի մասին, որ ստանա ներքին լեգիտիմություն, որովհետև Ադրբեջանում կան լուրջ խնդիրներ, սոցիալական, տնտեսական, Ադրբեջանում կա ժողովրդավարության խնդիր, խոսքի ազատության խնդիր եւ այլն, եւ դրա դիմաց նախագահ Ալիևը պետք է առաջարկի Չակերտներում հաղթանակ։ Տարբերություն չկա ինչպիսի հաղթանակ։ Մենք հիշում ենք, որ մի գյուղի հարցն էին հաղթանակ ներկայացնում, նույնիսկ Տավուշի ուղղությունով տեղի ունեցածի առումով էին հաղթանակ ներկայացնում։ Հիմա այս իրավիճակներն ստեղծված հաղթանակ ներկայացնում դա ներքին լսարանի համար իր օգտագործված բառապաշարն է, բայց նաև իհարկե մեզ է ուղված, որովհետև ինքը հիշեցնում է, որ Ադրբեջանը ռազմական առումով առավելություն ունեցավ եւ կարողացավ ռազմական իր նպատակներին հասնել։ Դրանից հետո ինքը իր ռոպագանդիստական հայտարարություններն է շարունակել եւ խոսել է Ադրբեջանի 20%-ի օկուպացման մասին եւ 1 միլիոն ադրբեջանցի փախստականի մասին, սրանում նկատի ունեմ ռոպագանդան, չկա 1 միլիոն ադրբեջանցի փախստական, բայց ինքը շարունակում է դա պնդել, խոսել է ԵՀԿ Միսկի խմբի դեմ, դա նոր բան չէ, Ադրբեջանը միշտ է դրա մասին խոսում եւ խոսել է, որ սա ինքնապաշտպանողական գործողություններ էր 2020 թվականի պատերազմում։ Սա բարդ հարց է, որովհետև միջազգային իրավունքի կողմից իհարկե ես հասկանում եմ ինչու է Ադրբեջանը փորձում սա բացատրել ինչպես ինքնապաշտպանողական գործողություններ, որտեղ ՄԱԿ-ի կանոնադրությունը թույլ է տալի ռազմական ուժի օգտագործում ինքնապաշտպանողական գործողությունների համար եւ միջազգայինորեն ճանաչված իր տարածքներում է տեղի ունեցել դա, այո, բայց
արեք մի քանի ուղղությունով նայենք։ Առաջինը ինքնապաշտպանողական գործողությունները, որը ինքը կոչում է սկիզբ է դրվել եւ սկսել է այդ գործողությունները հենց Ադրբեջանը, այլ ոչ թե հայկական կողմը, ուստի այստեղ հարձակողական գործողություններ են տեղի ունեցել, գուցե միջազգայինորեն ճանաչված Ադրբեջանի տարածքներում, բայց միևնույն է հարձակողական բնույթի գործողություններ։ Բացի դրանից Հայաստանի սուվերեն տարածքներում Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումը նաև սա ինքնապաշտպանողական գործողությունների հետ որևէ կապ չունի։ Ուստի Իլհամ Ալիևը ուղղակի փորձում է բացատրել իր գործողությունները միջազգային իրավունքի կողմից։ ՄԱԿ-ը, որ լիներ հիմա շատ ավելի էֆեկտիվ կառույց, ապա սրա վրա լրիվ ուրիշ արձագանք կլիներ, բայց հաշվի առնելով, որ մենք հակառակը ապրում ենք միջազգային իրավունքի կարևորության նվազման դարաշրջանում, տասնամյակներում առնվազն, վերջի տասնամյակը դրա մասին է, ապա սպասել նրան, որ ՄԱԿ-ը կկիրառի կամ կփորձի բացատրել այս իրավիճակը, ես չեմ կարծում, որ դա իրատեսական է։ Բացի դրանից Ալիևը խոսել է թրիփի ուղղությամբ եւ կոչել է այն Զանգեզուրի միջանցք եւ խնդիրը հենց դրանում էր, ինչպես արդեն մենք դրա մասին խոսեցինք, խոսել է, որ տարածաշրջանի ուրեմն երկխոսությունը, ինչպես նաեւ լոգիստիկ կապերը, ենթակառուցվածքների բացումը տարածաշրջանին բերելու են հենց խաղաղություն եւ սա է ինքը նշել ինչպես ամենակարևոր հիմքը խաղաղության համար եւ խոսել է թրիփի մասին նաեւ եւ կարեւորություն է տվել Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների ռազմավարական հարաբերություններին, որը հիշեցնեմ, որ ձևավորվել է հենց օգոստոսի 8-ի այդ փաստաթղթի հիմքի վրա եւ գոհություն է հայտարարել, որ Ադրբեջանի դեմ սահմանափակումները կամ պատժամիջոցները, որը 907-րդ այդ ուրեմն հոդվածով գիտեք, որ հատվածով կիրառվում էր Ադրբեջանի դեմ, հանվելու է եւ պետք է նշել, որ իհարկե սա Միացյալ Նահանգները չի անում, որ Ադրբեջանին հզորացնի Հայաստանի դեմ, հակառակը Հայաստանին հզորացնելու օրակարգ ունի Միացյալ Նահանգները, իսկ Ադրբեջանի հզորացումը ուղղված է Ադրբեջանի սուվերենության պաշտպանմանը Ռուսաստանից եւ Իրանից, որովհետեւ այդ ուղղություններով նաեւ կան սպառնալիքներ։ Ադրբեջանը նաեւ խոսել է Ալիևը այդտեղ իրանց ուրեմն շինարարական ճակատներում վերականգնողական գործողությունների մասին Լեռնային Ղարաբաղում կամ առհասարակ Ղարաբաղում 2020 թվականի պատերազմից հետո եւ հատկապես ընդգծել է 65 մզկիթի ոչնչացված ճակատներում մզկիթի վերականգնման հարցը, սա ուրեմն Հայաստանի հանդեպ է նաեւ, որովհետեւ կրոնական այդ ուղղությունը Ադրբեջանը միշտ է փորձել տալ այս իրավիճակին, կոչելով իր զոհված զինվորներին շահիդներ եւ դա կրոնական գնահատական է մզկիթների մասին միշտ խոսելու միջոցով եւ այստեղ հիշեցնեմ, որ վարչապետ Փաշինյանի հատվածը կարևոր, որ Հայաստանը հայտարարում է, որ Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ է ձևավորել, մեկը իսլամական աշխարհի կենտրոնն է, Մեքքա Մեդինա քաղաքներով կարևորագույն իսլամի համար, մյուսը նաեւ իսլամական աշխարհի կարևոր պետություն, միջուկային պետություն փաստացի Պակիստանը, ուստի Հայաստանը սրանով ցույց է տալի, որ ոչ միայն խնդիր չունի իսլամի հետ, այլ խնդիր չունի նույնիսկ թուրքերի հետ, եւ կենտրոնական Ասիայի պետությունների, թուրքական պետությունների հետ մեր հարաբերությունների դրան վկա, բայց մենք նաեւ ցանկանում ենք ձևավորել հարաբերություններ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ եւ դրա մասին մենք բազում անգամ խոսել ենք։ Ադրբեջանը նաեւ փորձել է օգտագործել ուրեմն ռումբերի հարցը եւ ականազերծված տարածքների հարցը իր ելույթում, իր օրակարգում եւ այլն, բայց ընդհանուր առումով Ադրբեջանի նախագահի մյուս հատվածը իր ելույթի ուղղված էր նրա, որ Ադրբեջանը կարևորագույն լոգիստիկ եւ էներգետիկ դերակատարում ունի եւ պետք է ունենա աշխարհում, խոսել է միջին միջանցքի ծրագրի մասին, որ 14 պետություն է այս պահին ստանում գազ Ադրբեջանից, եւ սա կարևոր է մենք նաեւ հասկանանք, որ Ադրբեջանը ակտիվորեն ներդրումներ է անում վերականգնողական ուրեմն էներգիայի դաշտում, Ալիևը խոսել է ուրեմն նաեւ Կասպի ծովի զարգացման եւ Կասպի ծովի էկոլոգիկ ուրեմն բնապահպանողական հատվածների մասին եղած խնդիրների ուղղությունով
Եվ պետք է ասել, որ Ալիևի հայտարարությունները ընդհանուր առումով խառն էին համեմատ Փաշինյանի ավելի խաղաղ օրակարգից, Ալիևը հաղթանակի բառապաշար է օգտագործել, բայց զուգահեռ դրա խոսել է խաղաղության մասին էլ եւ քննադատել է Հայաստանի նախկին քայլերը, նկատի ունեմ մինչև 2020 թվականը եւ այլն, 2020 թվականի քայլերը այդ թվում առհասարակ եւ գլխավոր կարելի ասել խնդիրը, որը ստեղծվել էր կողմերի միջև, որը մենք արդեն քննարկեցինք, դա այդպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցն է։